Ասաց մեր անապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ պատիս մեր, որպես և մեկ թող վերոս պարտաբանած, և մի տանդիրս մեզ ի փորձություն, այլ փրկյաս մեզ իչարե, սիքոյ արքայություն և զորություն և փառքավիտյան։ Եվ ևս խորքյանս տեր աղաչեսուր, յկալկեսե ողորմյան, այժմ իր միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Հալելույա օրոթի Աղաղություն ամենեցում Եվ անթոք բույթով երկյուղացությամբ լվանով Քո ավետարանից Իսուսի Քրիստոսից որս ովանում Արիքես Տեր Աստված մեր պրոսխում է ասե Աստված Տեր մեր Իսուս Քրիստոս ասե ամենասենձես Եթե ոչ հատն թորենոն կյալերկիր մեղանցի
ինքն մենք ապատեմ մեռանքի վազում արդյուն սարնեմ, որ սիրե զանձուն յուր արցակեց, նայ որ ատյա զանձուն յուր աշխայս այսմի, իկյան սնավի տնականս բայեսի ազնամ, եթե ոգզիս պաշտիցես սիմեգես է, և որ ես նման է պաշոնյան երիսի, եթե ոգզիս պաշտից է, ապեսыз նա այլնի, Իբերի Եվ ևս խաության ըստեր աղաչեսուկ, վաստանգության ոգվին աղաչեսուկս փրկիչ է մեր Քրիստոս, զիսան դարդար սնդասեսը ես մեզ կեցուսը շտորի որմուքյան յուրով, ամենակալ տեր աստված մեր կեցե ողորմյա, Տեր որմյա Քրիստոս, որթե աստուանող հակալ և բարեգուտ, դպհակ հարարչական սիրվդի հոգիս, սանգուցյալ ծարայցոց, ևս սարվել տեր իշասոտի, Անդրանիկ Մարգարյան քո ծառային և Մարգարյան Գերդաստանի համորեն ննդեցելոցն, Իշյա Ավրմեցի Գալստյան արքայության քո արարժանի որմության, կավության և սողության մեղած, դասավորյալ պայտարացում սուրպս քո արժակոման դասում, դիդու ես տեր և արարիչ ամենություն դատարու կենթանյաց եմերելոց, և կեզ վայլ է պար, իշխանություն է պատիվ այժմ և միշտ, և ալիկյանը սավիտենից ամեն, Օրդյալ Տեր մեր Իսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, օրերգիս ես, սուր բեղիցի անունքո, եկես է արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկին սևերգրի, հսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թող բերոս պարտապանած, և մի տանդիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարե, սիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս։ Իշաթակ մարդարուս
Պարոն նախագահ, Անդրանիկ Մարգարյանի երազած նրա պայքարի երազանք Հայաստանը երբ կունենանք։ Տեսնենք։ Պարոն նախագահ, վերջին օրերին ձեր հայտարարությունը ժամկետների հետ կապված կրկին թիրախավորեց ձեզ եւ ձեր ուժը։ Այս առնչությամբ ձեր ասելիքը որն է։ Բայց դեք հարցը հնչել է սահմանադրության փոփոխության համատեքստում։ Այո։ Եվ իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։ Եվ մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիա է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով արձակվել է իմ եկեղեցու վրա եւ ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ինչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է երրորդ ժամկետի գնալու համար։ Ձեր ասած այդ բանականն է վերաբերում։ Ակնհայտ է, որ նրանց մոտ իհարկե չի ստացվելու ձախողվելու են։ Իմ ասածը շատ պարզ է, այլևս որևէ հարցի չեմ ուզում պատասխանել, որովհետև նույն ձեր հարցին ես պատասխանել եմ 3 չէ առաջին։ Որ զարգացումներ են տեղի։ Պարոն Մամիջանյան, նախ վերջին իրողություններին անդրադառնանք, փաստացի ԲՀԿ-ին զրկում են քվեներից եւ ամեն գնով 3/5 ամեն գնով մեծամասնություն օրակարգն է առաջ մղել իշխանությունը, այս առնչությամբ ձեր դիտարկումները։ Դա չի հաջողվելու, որովհետեւ ես վստահ եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք իրենց համարում են իրական ընդդիմադիր, բայց գիտեք, եկեք ընդդիմադիր բառից վերանանք։ Հայրենասեր մարդը դա թույլ չի տա։ Ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանը որոշի ով անցնի պարլամենտ, ով չէ։ Մենք միապետություն չենք։ Ինքն էլ ոնց որ թե թագավորական գահ չունի։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումն է։ Ու այդ որոշումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ոչ մեկ, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը խլելու իրավունք չունի։ Մենք ինչպես եւ հայտարարել է նախագահ Սարգսյանը 2 օր առաջ դատական նիստից հետո ամեն կերպ կանգնած ենք լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեի եւ պայքարի խրամատի առաջնագծում։ Այս պարագան Մամիջանյան, ինչպես եք տեսնում, չնայած որ նշում եք միապետություն չի Նիկոլ Փաշինյանն ներկայացնում թե թագավոր չի, բայց իրենք ըստ էության կարողանում են որոշել ինչպես անել, ինչպես վարվել։ Հիմա նաեւ ընդդիմադիրների արդեն նոր ձևավորվող խորհրդարանի ընդդիմադիրներին դուք ինչ եք առաջարկում։ Երկու մասով պատասխանեմ։ Ես իմ գործընկերներին եթերով խորհուրդներ չեմ տալիս, ես իմ խորհուրդները մարդկանց տալիս եմ զրույցների ժամանակ, ընդ որում նրանց ովքեր որ հարցնում են խորհուրդներ։ Բայց թե որն է ելքը պայքարն է։ Թե որն է ելքը մենք ցույց ենք տվել 8 տարի։ Ապրիլի 25-ից սկսած հանրապետական կուսակցությունը ցույց է տվել, թե որն է ելքը, եւ մենք պլաններ չունենք փոփոխելու մեր գործելավոճը, մենք պայքարի առաջնագծում ենք լինելու ամենապատասխանատու եւ ամենավտանգավոր տեղերում, որովհետեւ այլընտրանք մենք չունենք, դա մեր առաքելությունն է ու մեր կոչումը։ Պարոն Մամիջանյան, ես ձեր անկեղծությանը վերապահումով եմ մոտենում իրենց ընդդիմադիր, այսպես
ներկայացնող մի շարք ուժեր տեսանք, որ երրորդ նախագահի կողմից ձևակերպումներից մեկը նորից պատճառ դարձավ, որ թիրախավորվի ձեր ուժը, ձեր քաղաքական առաջնորդի հետ միասին։ Ի վերջո, իհարկե այստեղ պարզաբանում եղավ, ինչու են շարունակում գեներացնել նմանատիպ խոսույթ ձեր ուժի նկատմամբ։ Գիտեք, նախագահ Սարգսյանը դրան մասին մի քիչ առաջ ասեց, ես էլ եմ դրան երեք անդրադարձել։ Ինչքան ասել եմ հերիքա, ես կարծում եմ, որ եկեք թողենք Էդմոն Մարուքյանը իր նոր շահած, նոր տերերից շահած քաղաքական տենդերը բարով վայելի։ Մենակ թող մեզնից հեռու վայելի, էլի։ Նոր տերերը ովքեր են։ Ես երեք դա իմ լայվում նշել եմ։ Ես համարում եմ, որ դա հանկարծակի չէր, որ պարոն Վիկտոր Սողոմոնյանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող բոլոր լրատվականների աստղը երեք Էդմոն Մարուքյանն էր, այսօր մինչ այլոց նույնպես։ Դե ինչ, եթե Մարուքյանին դուր է գալիս, քաղաքական պատրաստ չի աշխատել, ինչ անեմ, թող աշխատի։ Կանալի ձեր տեսակետը։ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, եթե հետ հայաց անենք, Մարգարյանի երազած հայրենիքը երբ կունենանք։ Գիտեք, երբ Անդրանիկ Մարգարյանը կար կամ նոր էր մահացել, դրանից հետո մեզ թվում էր, որ բավականին մոտ ենք։ Հիմա ընդամենը կասեմ, որ մենք հեռանում ենք եւ ամեն օր ենք հեռանում, ցավալորեն ենք հեռանում եւ եթե Անդրանիկ Մարգարյանը իր ընկերները պայքարում էին այս ուղղությամբ, հիմա տևական ժամանակը ամբողջ գործերը գնում են դրա հակառակ ուղղությամբ, այսինքն որը բերելու է մեր անկախության եւ պետականության կորստին ցավոք սրտի ճշնամու գրկում, ցավոք սրտի, դա այդպես է։ Պարոն, ինչ կհիշեք Մարգարյանից, խորհուրդ, հորդոր, երազանք, մաղթանք, որ այս օրերի համար արդիական է։ Գիտեք, իր մոտ հայ ազգի մեջ ինքը ճշնամիներ չէր տեսնում, չուներ ճշնամի եւ աշխատում էր այնպես անել, որ այդ ժամանակահատվածում քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող մարդկանց մոտ հաշտեցնող գործոն ինքը լիներ եւ ստացվում էր, որովհետեւ այն ժամանակ ըստ էության ինչ էր կատարում, բոլորը ազգային մարդիկ էին, բոլորը ուզում էին ազգային պետություն, բոլորը ուզում էին հզոր Հայաստան, մոտեցումներ տարբեր եւ այդ առումով ասենք կար որոշակի հակասություններ, բայց ոչ ճշնամանք։ Եվ Անդրանիկ Մարգարյանը ուզում էր, որ դա հարթեցներ եւ այդ առումով իր գործունեությունը ստացվում էր, ինքը մերանի դեր էր կատարում ընդդիմության եւ իշխանության միջև։ Ինքը շատ լավ բարեկամներ ուներ, ընկերներ ուներ ընդդիմության դաշտում, որոնց հետ շփվում էր լինելով Հայաստան Հանրապետության վարչապետ։ Դուք տեսնում եք, դա վերացել է Հայաստանի քաղաքական դաշտում։ Այլևս ընդդիմություն իշխանություն ճշնամիներ են։ Իշխանությունը չի զիջում, իշխանությունը չի ուզում որևիցե մեկի հետ հանդուրժողական վարկագիծ դրսի, որի այդպիսի բան չկա, նույնիսկ պարլամենտում մենք միասին հաց ենք ուտում, միասին բոլոր առիթներին այցելում ենք ընդդիմություն, թե իշխանություն, միմյանց այդպես էր։ Հիմա կա, ոչ, հիմա ճշնամանք է ու ճշնամանք է, որովհետև ԿՊ-ին այդպես է, իրանց ծնունդ է, իրանց գենն է այդպեսին, որ Հայաստանում տեսնել ճշնամիներ, հայ ազգին տեսնել իրենց ճշնամի։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան։ Տիկին Աճեմյան, ես քիչ առաջ մեզ դիտողների համար ընթերցում էի Անդրանիկ Մարգարյանի կենսագրության դրվագները, բավականին հարուստ քաղաքական գործչի, պետական գործչի համար, ու այսօր բավականին նկատելի է հակադրությունը, թե ովքեր են իշխանության կազմում, մարդիկ կան, որոնց կենսագրությունը սկսվում եւ ավարտվում է Գյումրիից Երևան քայլելով։ Այս հակադրության պայմաններում ինչպես տեսնել, ստեղծել, հասնել այն Հայաստանին, որի մասին երազում էր Անդրանիկ Մարգարյանը, որի մասին գրել է։ Ես կարծում եմ, որ այսօր խոսել քաղաքականության մասին են պարագայում, երբ որ այս աստիճանի ամեն ինչ այլասերվել է, արդեն կարծում եմ արդիական չէ, որովհետև գիտեք, նախկինում մարդիկ
հատկապես Անդրանիկ Մարգարյանը շատ նվիրված եւ իր գաղափարներին եւ երկրին, հենց նոր ասում է, որ նույնիսկ վատ երազներում երևի նա չէր պատկերացնի այն, ինչ այսօր կատարվում է։ Իսկ որպեսզի հասնել նպատակների, հարկավոր է, ինչպես մեր նախագահը մի երկու օր առաջ ասեց, լուրջ ստրատեգիա, որտեղ այս մարդկանց դեմ պայքարել իրավական, սահմանադրական նորմերով, պարզ է, որ չի հաջողվելու։ Այսինքն պետք է ընդդիմությունը այնքան միավորված լինի եւ այնպիսի ռազմավարություն ունենա, որ կարողանա գոնե դիմադրել։ Եվ շատ ափսոսում եմ այն մարդկանց, ովքեր նրանք շատ են, կարծեմ կես միլիոնից ավել, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը այն ակնկալիքով, որ կարողանան այս իշխանություններին հանել, վերջապես երկիրը ազատագրել։ Հիմա ես կարծում եմ, որ իրենք պետք է անպայման հասկանան պահի լրջությունը, պահի ողբերգական լինելը, որտեղ մեր երկրի համար սա ամենաճակատագրական ընտրություններ են եւ այս վերաբերմունքով ոչինչ չի կարելի փոխել։ Պետք է համախմբվեն եւ պետք է լուրջ ռազմավարությամբ առաջ գնան։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, ձեր եւ Անդրանիկ Մարգարյանի մտերմության մասին կուզեմ անդրադառնաք, հատկապես ինչ կցանկանաք այս պահին վերհիշել եւ հիշեցնել մեզ դիտողներին։ Լավ հարց եք տալիս։ Գիտեք, երկի շատ ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, կամ բաներ, որոնք անիմաստ է հիմա վերհիշել, որտեղ ակտուալ չեն, առօրեական չեն, բայց դրա հետ միասին կան բաներ, որոնք իսկապես ակտուալ են, առօրեական են, եւ դրանք կարծում եմ հենց այն առանցքային հանգամանքներն են, որոնք ընդհանրում են ցանկացած մարդու, ու այդում նաեւ մեր Անդրանիկ Մարգարյանի։ Առաջինը դա չհուսահատվելն էր, երբեք։ Ու դա կարծում եմ գալիս էր իր դաստիարակությունից, իր արմատներից, ամենածանրագույն ժամանակներում ինքը չէր հուսահատվում։ Ինքը ուներ հավատ, ուներ այդ գաղափարը եւ այդ գաղափարին ինքը ծառայում էր։ Իր գործունեության ողջ ընթացքում ինքը երբեք չհուսահատվեց։ Ամենածանր իրավիճակներում ինքը համոզված էր, որ եթե ոչ այսօր, ապա վաղը ինքը հասնելու է, այսինքն մենք բոլորս հասնելու ենք մեր նպատակին։ Ու երևի թե ամենակարևոր ուղերձը այս տարիների խորքից, որ ինքը կարող է փոխանցի մեզ, մեր երիտասարդներին, դա է չհուսահատվել։ Բայց լոկ չհուսահատվելը ինքնին որևէ արժեք չի ստեղծում։ Դու պետք է այդ նպատակին հասնելու համար աշխատանք կատարես։ Ամեն օր ամենածանր պայմաններում դու պետք է պատի վրա մի քար ավելացնես։ Ու այդ պարագայում, եթե ոչ այսօր, ապա վաղը այդ պատը կանգուն կլինի եւ իր խնդիրը կլուծի։ Շնորհակալ եմ։